Սիրելիներ, բարև բոլորիդ։ Ուրեմն այսօր կուզենայի ձեզ հետ կիսվեի թարխունի օգտակար հատկություններով։ Իրականում թարխունը այնքան արժեքավոր բաներ կպարունակի իր մեջ, որ ես ինքս տեղյակ չէի։ Ինքը զարմանալի հատկություններ ունի, ու շատ հաճախ մենք թարխունին այնքան էլ կարևորություն չենք տա։ Հիմնականում մարդիկ թարխուն կօգտագործեն շատ զադիգին, որը ընդհանրապես Հիսուսի հետ կապ չունի, ծվի հետ միաժամանակ, որի մասին արդեն ես տեղադրել եմ։ Բայց իրականում թարխունը այնքան օգտակար հատկություններ ունի, ես պարզապես զարմացա, երբ որ անձամբ արդյունքը տեսա, ինչի կօգնե ու որն է իր օգտակար հատկությունները, կիսվեմ ձեզ հետ շատ մանրամասն ու ներկայացնեմ իր բժշկական հատկությունները։ Ժողովուրդ ջան, ուրեմն ես ինքս անձնական իմ վկայությունս պատմեմ ձեզի, լնդեշկի հետ կապված հիմնականում վերջերս շատ խնդիրներ եմ ունեցել։ Միշտ ես տեսել եմ, որ արտադրություն կլցվի բերանս կամ այրունախոսություն կա, բուժբուկված է լնդեշկս։ Ու ինչքան ուզեցել եմ բուժեմ, զգացել եմ, որ այնքան է արդյունք չի տվել, որոշ ժամանակ անց նորից խնդիրները կրկնվել են։ Իմ ատամնաբույժս ինձ խորհուրդ տվեց, որպեսզի ես ռամաշկով ողողումներ ունեմ։ Ռամաշկեն, դուք գիտեք, ունի հակապուշպոկային նշանակություն, բայց ինքը այնքան էլ չի ազդել իմ վրայս։ Ու նաև էլի միջոցներ։ Բայց ահա թարխունը, երբ որ ես սկսեցի ուսումնասիրել ու իմացա, որ թարխունը ունի հակապուշպոկային, հակաբակտերիալ նշանակություն, ինչպես նաև կանցկացնել բերանի տհաճ հոդը։ Օրինակ, եթե մարդու բերանից տհաճ հոդ կուկա, ժողովուրդ ջան, պետք չէ իրանից վանվել։ Մենք պետք է իմանանք խնդիրը որն է, դիք բոլորիս բերանից կնա տհաճ հոդ կա։ Ինչն է բերանի տհաճ հոդի պատճառները։ Բուժբուկված լնդեշկը կրնաեղնի փչացած ադամը, ներքին ինչ-որ հիվանդություններ, տարբեր պատճառներ կրնաեղնի։ Դրա համար պետք է գտնես պատճառը ու վերացնես պատճառը։ Ինչը կօգնե, որ բերանի տհաճ հոդը անցնի, այդ մասին էլ կսեմ, որովհետև թարխունը անմիջական կապ ունի հենց բերանի տհաճ հոդի անցման գործողության հետ։ Այսինքն, ինչ պետք է անես, թարխունը կվերցնես, եթե թարմ վիճակով կենես, 1-2 թարխունը բավական է։ Կվերցնես 1 բաժակ եռացրած ջուր կլցնես վրան ու կթողնես թրմվի։ Իսկ եթե չորացրած թարխուն է, 1 թեյի կդալ թարխունի վրա կլցնես 1 բաժակ եռացրած ջուր, կթողնես թրմվի մոտ 20-ից 30 րոպե, այնուհետև կքամեք, որ վիճակում կօգտագործեք։ Ինչ չափաբաժնով, օրական 2-ից 3 անգամ։ Գործողությունը կրկնեք այնքան ժամանակ, երբ որ կտեսնիք, որ արդեն դուք կտեսնիք արդյունքը։ Ժողովուրդ ջան, երբ որ արդյունքը տեսաք, անպայման գրեք մեկնությունների մեջ, կուզենայի իմանալ, որ ձեզ ինչ-որ ինձ շատ արագ པարզ ձևով օգնեց, պես էլ ձեզի կօգնեմ։ Կիսվեք նաև, էլ ինչ բնական տարբերակներ կա լնդեշկի բուժման համար, բերանի տհաճ հոդի անցկացման հետ կապված, որպեսզի մյուսներին էլ կնանաք օգտակար եղնիք։ Իսկ ովքեր որ կգրեն, կփորձեն ու արդյունքը կտեսնին, պարտադիր չեք մոռանա կգրեք, ժողովուրդ ջան։ Թարխունը էլի ունի օգտակար հատկություններ։ Մինչ թարխունի մյուս օգտակար հատկությունները թվարկելը, ես ձեզի ասեմ, որ բերանի տհաճ հոդը ես մյուս տեսանյութերից մեջ եմ տեղադրել սոդայի օգտակար հատկությունները, զարմանալի հատկություններ ունի, կարող եք սոդայով ևս անցկացնել։ Ինչ հարաբերակցությամբ պետք է օգտագործեք սոդան։ 1 բաժակ ջրին կավելացնեք 1 թեյի կդալ սոդա, կրնաք հենց եռացրած ջրին էլ ավելացնեք, թողեք, որպեսզի հանգստանա, բերեք գոլ վիճակի, այնուհետև նորից 1-ից 2-3 անգամ կարող եք ողողել։ Ողողեք այնքան, ինչքան որ արդեն կտեսնիք, որ արդեն արդյունք տվել է։ Կամ մինչև արդյունքը կոհացնե ձեզի, ժողովուրդ ջան։ Թարխունը էլի շատ օգտակար հատկություններ ունի։ Դաշտանադատարի ժամանակ, այդ ժամանակի կրնակ շատ թարխուն օգտագործեք։ Ուրեմն չմոռանամ, ներկայացնեմ, այսպես հեղուկ կստացվի։ Ինքը այս դեպի ինքը այսպես կանաչավուն շատ սիրուն հեղուկ կստացվի։ Գոլ վիճակում ողողեք ձեր լնդերը։ Ուրեմն նաև սեմոր թարխունը ունի
հակաճիժվային ազդեցություն, ինչպես նաև կօգտագործվի մարսողության խանգարումների ժամանակ։ Եթե դուք մարսողության հետ կապված խնդիրներ ունիք, ուրեմն օգտագործեք շատ թարխում, հաճախակի օգտագործեք։ Հակաճիժվային նշանակություն ունի, որի մասին մեկ ուրիշ տեսանյութի մեջ կտեղադրեմ, թե ինչ հարաբերակցությամբ պետք է օգտագործել, որովհետև ինքս չեմ ուսումնասիրել, պարզապես ուսումնասիրել եմ, որ ինքը ունի հակաճիժվային ազդեցություն, բայց կրնամ սեմ, որ եթե մեր օրգանիզմում կաբրին մագաբույսներ, իրանք ամենամեծ թշնամին են։ Առաջինը հիվանդությունների զարգացման նպաստող պայմանը, առաջի պայմանը դիք ճիճուներն են, որոնք բնակվին մեր օրգանիզմում։ Դրա համար էլ շատ հաճախ անալիզներ տվեք ճիշտ տեղեր, որպեսզի իմանաք ամեն մեկիդ մեջ, որովհետև գրեթե բոլորիս մեջ կան ճիճուներ, ինչ ճիճուներ կբնակվին, որպեսզի կարողանանք պատերազմենք իրանց դեմ։ Թե գլխացավեր, թե սրտխառնոց կառաջանա, ախորժակի կորուստ կառաջանա, տարբեր հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանա, ոտքերի ցավ, թիկունքի ցավ եւ այլն։ Դրա համար էլ շատ կարևոր է, որպեսզի մենք պատերազմենք նաեւ ճիճուների դեմ տարբեր միջոցներով։ Ժողովրդյան սկանին ճոր կուզենայի թարխունի օգտակար հատկությունների հետ կապված ձեզի ներկայացնեի։ Շատ կարևոր է, որպեսզի մենք իրազեկված եղնենք նաև կերակրատեսակների օգտակար հատկությունների հետ կապված, որովհետև ցանկացած կերակուր, ինչ որ Աստված ստեղծել է մեր բոլորիս համար, ունի նաև բժշկական նշանակություն։ Ու շատ ճիշտ կլինի, որպեսզի մեր կերակրացանկը զարգացնենք շատ պտուղ բանջարեղեններով, որոնք ունեն բարձր վիտամինային արժեքներ, ու ամեն մեկը կարող է բարձրացնել մեր իմունիտետը պաշտպանողական եւ մեր օրգանիզմը ավելի հակամետ կեղնի ցանկացած տեսակի հիվանդությունների դեմ պատերազմելու։ Դրա համար սիրելիներ, շատ կարևոր է, որպեսզի մեր կերակրացանկի մեջ միշտ ներառենք առողջ սնունդ։ Ես կաշխատեմ նմանատիպ տեսանյութերով ձեզի հետ անչափ կիսվեմ, ինչպես նաև կերակրատեսակներով, ու իմ հոգևոր տեսանյութերս ես կտեղադրեմ կամաց աշտարությունը կհաղթե իմ ալիքիս մեջ, որպեսզի հոգևոր կերակրատեսակներից եւս օգտվեք, որովհետև առողջ մարմնում կա առողջ հոգի, այսինքն երկուսը մեկում։ Եթե դուք հոգևոր առողջ վիճակ չունենաք, իշկանեք ուզե ճիշտ ծնվեք, երբեք չեք բժշկվի։ Դրա համար եւ հոգևոր եւ ֆիզիկական առողջության հետ կապված հաճախակի տեսանյութեր կտեղադրեմ։ Իմ արտարությունը կհաղթե ալիքիս, սիլկեն կտեղադրեմ այս ալիքի մեկնությունների մեջ, որպեսզի պարզապես սեղմելով մտնիկ իմ արտարությունը կհաղթե ալիքս ու արդեն ընդեղից սկսեք կերակրվել Աստծո խոսքով։ Սիրելիներ, առողջ եղեք, հետևեք ձեր առողջ սննդակարգին, որովհետև մեզնից շատ բան է կախված առողջ եղնելու համար։ Ովքեր չեն բաժանորդագրվել, մեր ալիքում բաժանորդագրվեք ու գրեք, էլ ինչի մասին կուզենայիք տեսանյութեր տեղադրեի, ու նաև արդյոք ձեզի հետաքրքրել է, թե ինչպես կարելի է պատերազմել ճիժվագրության դեմ։ Սկանը ժողովուրդ ջան, լավ մնացեք։